ում հետ համատեղ ենք մենք ամենօրյա ռեժիմով գրեթե առանց հանգստի օրերի եւ ժամերի իրականացնում մեր գործունեությունը։ Շնորհակալություն, ուրախ կլինեմ պատասխանել հարցերին։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում։ Սերգեյ Բագրատյան։ Շնորհակալություն։ Զեկույցի համար շնորհակալություն Տիկին Մանասյան։ Վերջին տարիներին հանրային դաշտում հաճախ են բարձրաձայնվում խոսքի ազատության, անձնական կյանքի պաշտպանության եւ իրավապահ մարմինների գործողությունների համաչափության վերաբերյալ մտահոգությունները։ Դուք ինչ համակարգային խնդիրներ եք տեսնում եւ դա կապված է օրենքների թերիության հետ, թե կապված է օրենքները ճիշտ չկիրառելու, արդյունավետ չկիրառելու հետ։ Այս հարցերին խնդրում եմ պատասխանել։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան, խոսքի ազատության մի ասպեկտին ես ինքս անդրադարձ կատարեցի, որը քրեական պատասխանատվության խնդիրներին էր վերաբերում, դրան եթե դեմ չեք նորից չանդրադառնամ, որովհետև արդեն իսկ դիրքորոշումս համապարփակ ձևով ներկայացրել եմ։ Խոսքի ազատության առումով երևի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ խոսքի ազատությունը Հայաստանում այսօր նաև անսահմանափակ ձևաչափով է ընկալվում, որը շատ դեպքերում հանգեցնում է ատելության խոսքի դրսևորումների, խտրական խոսքի դրսևորումների եւ այլն։ Ես կարծում եմ, որ մենք կրթական շատ լուրջ բարեփոխումների կարիք ունենք, նաև ցույց տալու, որ խոսքի ազատությունը ունի սահմաններ, որտեղ են այդ սահմանները եւ ինչի համար կարող է վերահասնել ընդհանրապես պատասխանատվություն։ Բայց պատասխանատվության տեսակները պիտի շատ հստակ կիրառվեն եւ որոշակի ձևաչափով կիրառվեն, մասնավորապես ես օրինակ շատ կարեւոր կհամարեմ, որպեսզի մասնագիտական համայնքները շատ ուշադիր լինեն համայնքների ներսում վարքագծի կանոնների եւ էթիկայի պահպանմանը, որովհետեւ մի շարք դեպքերում օրինակ երբ օրինակա արձանագրվում է քրեական պատասխանատվության որևէ միջոցի կիրառում, ես ինքս դատապարտում եմ շատ հաճախ այդ դեպքերը եւ կարծում եմ, որ միգուցե եթե ի սկզբանե կարգապահական պատասխանատվության գործիքներ կիրառվեին եւ այդ անձին իմանային, որ պրոբլեմատիկ է, խնդրահարույց է, ունենալ նման խոսքի տեսակներ, բնականաբար հետագայում գործ չէինք ունենա այդպիսի իրավիճակների հետ։ Անձնական տվյալների պաշտպանության հարցը իհարկե այսօրվա ամբողջ աշխարհում է ամենամեծ քննարկվող հարցերից մեկը արհեստական բանականության համատեքստում, բայց ես գուշակում եմ, որ ձեր հարցը չի վերաբերում արհեստական բանականության գործիքներին, ձեր հարցը վերաբերում է քրեական արդարադատության այդ ամբողջ շղթայի համատեքստում կիրառվող գործիքներին։ Ես կարծում եմ, որ մենք խնդիր ունենք, տեսնում եմ համակարգային խնդիրներ եւ ինչպես նշեցի, քրեական վարույթների տեսանկյունից իմ կարծիքով ամենամեծ խնդիրներից մեկը հենց այդ երաշխիքների պահպանման հետ կապված մեր ունեցած խնդիրներն են, որոնք իմ կարծիքով շեմը շատ իջեցված ձևով է կիրառվում եւ շատ դեպքերում մենք գործ ենք ունենում օրինակ մասնավոր կյանքի անձեռնխելիության իրավունքին, անձնական տվյալների պաշտպանության իրավունքին կամ նամակագրության հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքին միջամտության այնպիսի իրավիճակներում, որոնց պարագայում ես կարծում եմ, որ այդ միջամտությունը հարցեր է առաջացնում առնվազն եւ միգուցե այդ շեմերը պետք է շատ ավելի այլ տրամաբանությամբ պահպանել եւ կիրառել։ Հետեւաբար ես կարծում եմ, որ մենք այո լուրջ խնդիր ունենք ընդհանրապես մեր պրակտիկայի դիտանկյունից եւ համարում եմ, որ այս խնդիրները այո պետք է պատշաճ եղանակով հասցեավորվեն։ Արձագանք։ Շնորհակալություն պարզաբանման համար եւ պատասխանների համար։ Տիկին Մանասյան, եւս մեկ հարց, որ հաճախակի մեր քաղաքացիների մեզ հաշմանդամություն ունեցող անձանց է վերաբերում, որոնք հաճախ խնամակալության հետ կապված եւ նաեւ կարգերի հաստատման ամեն տարի ստուգելու հետ կապված խնդիրներ են բարձրացնում։ Արդյոք հնարավոր չի այդտեղ մենք համատեղ աշխատենք եւ այնպիսի օրենսդրական դաշտ ունենանք, որ մարդիկ լրացիչ խնդիրներ չունենան, որովհետև հաճախ նրանք միայնակ են եւ օգնության կարիք ունեն եւ այդտեղ հասարակությունը մեծ անելիք ունի, բայց նաեւ կարեւոր է օրենքների այնպիսի կարգավորում, որ եթե ասենք պայմանական ասած մարդը ոտքա անդամահատված է, վերջույթ անդամահատված է, այնպես չի, որ դա հնարավոր է վերականգնել, բայց ամեն տարի մարդկանց նորից ստուգում են եւ այս խնդիրը բավականին տարածված է։ Ինչ կասեք այդ մասին, ինչ կարող ենք անել, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան, իրականում շատ կարևոր հարց եք բարձրացնում հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված։ Իրականում այս խնդիրը առաջացել է համակարգի փոփոխության արդյունքում, որովհետեւ մենք ավելի այդպես բժշկական մի քիչ քաղաքացիների համար ավելի հասկանալի տերմինով, բացատրեմ, բժշկական համակարգից անցում ենք կատարել այդ ֆունկցիոնալության գնահատման համակարգին, որը ըստ
բացասության տարբերվում է այն բժշկական համակարգից, բայց միանշանակ է, որ համակարգը դեռևս չի կարող պատրաստ լինել, սկսած այն հանգամանքից, որ մենք ընդհանրապես ֆիզիկական միջավայրին նույնիսկ մատչելիություն չունենք մեր պետությունում եւ նաեւ չունենք համայնքային բավարար ծառայություններ եւ այլն, իհարկե սա է ամենամեծ խնդիրը, ոչ թե համակարգի արկայությունը, այլ այս դրան ուղեկցող գաղափարների արկայությունը, բայց միանշանակ ես պատրաստ եմ նաեւ համատեղ աշխատանքներ իրականացնելու այս հարցերը հասցեավորելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ սրա վերաբերյալ ամենօրյա ռեժիմով ենք գործունեություն իրականացնում, նաեւ տարեկան հաղորդման համատեքստում հարցին առնչվող տարբեր դիտարկումներ ունենք։ Ալխաս Ղազարյան։ Շնորհակալություն, Տիկին Մանասյան, դուք նշեցիք, որ դիմում բողոքների քանակը բավականին շատացել է նախորդ տարիների համեմատ ու ոլորտներն էլ նշեցիք կոնկրետ, օրինակ ինձ հետաքրքիր է դատարանների դեմ դիմում բողոքների բովանդակության առումով, եթե կմտաբերեք ամենակարևոր բովանդակային շեշտադրումը, որ հարցի շուրջ է եղել դատարանների դեմ եւ նաեւ ձեր խոսքում նշեցիք նաեւ կրոնական կազմակերպությունների